Plus ծերքոլորից ուսամ լավ եք, հանգիստեք, ամեն բան ուրեմն այսօրվան մենյութի ինչպես հայր Ստեփանոսը սավ 10 պատվիրանները պիտի ելնա նախ եւ առաջ ուզեմ ընդհանուր ակնարկ մնետել 10 պատվիրաններուն թե երբ եւ ինչպես այդ 10 պատվիրանները մեջտեղ եկան հնարավորաբար բոլորիս ծանոթ է պատմությունը թե ինչպես Իսրայելի որդիները եւ Եգիպտոսի մեջ քերության գդարվին Մովսես մարգարեն իրենց գազադակրի այդ քերութենեն եւ գերտան Աստուծո առաջնորդությամբ Սինա անապատը եւ այդտեղ Սինա լերան վրա Աստված Մովսես մարգարեն գանչը եւ գուտա երկու մեծ դախտակներ որոնց վրա գրված էին 10 օրենքները հրյա ժողովրդին եւ այդ 10 պատվիրանները առաջին օրենքը գլա որ Աստված ուղղակիորեն գուտա մարդուն իր ժողովրդին որովհետեւ մարդ այդ օրենքներով ապրի իր կյանքը եւ ստեղծե ազգային բարոյականություն առաջին հերթին դասնապանյան ավելի լավ հասկանալու համար պիտի ուզեմ երկու մասի բաժնել ընդհանրապես մենք կտեսնենք որ 10 պատվիրանները որովհետեւ 10 են 5-ով 5 կբաժնենք բայց իրականությունը այդպես չէ որովհետեւ առաջին 4-ը մեկ կուպ է իսկ երկրորդ 6-ը մեկ կուպ է ինչու համար որովհետեւ առաջին 4 պատվիրանները ուղղված են Աստուծո իսկ երկրորդ 6 պատվիրանները ուղղված են մարդուն եւ ընկերության եւ այս պատվիրանները գիտենք որ 5 դագարանի մեջ դրվեցան Իսրայելի ժողովրդի համար արդյոք որևէ առնչություն ունի քրիստոնեական գրոնքին հետ 5 դագարանի կամ 5 ուխտի 10 պատվիրանները այսօրվան մեր խորհրդածությունը պիտի ելնա այս կետը ամբողջությամբ պիտի չբացատրենք փառք կամ յուրաքանչյուր խաղապար թե ինչ նշանակություն ունի բայց պիտի տեսնենք այդ 10 պատվիրաններուն մեջ են քրիստոնեական պատկանը ուրեմն արիթովը երբ գտանք Մատթեոսի ավետարանը այդտեղ գտեսնենք որ Մովսիսական օրենքի մասնակետ մարդը Քրիստոսի կմոտենա եւ դիտման փարչում կհացնի եւ ասե ո՞րն է մեծակյուն պատվիրանը եւ Քրիստոս այս հարցումին կպատասխանի հետեւյալ ձևով եւ ասե սիրեք ու դեր Աստվածը ամբողջ սրտովդ, ամբողջ մտքովդ եւ ամբողջ հոգիովդ եւ ասե երկրորդ պատվիրանը ասոր նման է որ սիրե ընկերդ քո անձիդ պես ինչ են այս երկու նախատասությունները Եթե գիհիշեք քիչ առաջ ասենք 10 պատվիրանները երկու բաժին ունին Աստուծո ուղված եւ մարդու ուղված եւ նոր գդագարանի մեջ կտեսնենք որ Քրիստոս այդ 10 պատվիրանները այս երկու դողերու մեջ կամփոփե այսինքն պատվիրանները չի չնչել ամբողջությամբ այլ գուքա ամբողջացնելու այդ պատվիրանը անոր դալով քրիստոնեական գնիկ կամ քրիստոնեական թրոշ եւ հիմա որովհետեւ ավելի հստականա պիտի ուզեմ յուրաքանչյուր պատվիրան անչափահար խոսի մանավանդ այդ բաժիններուն մասին որոնք Աստծո հետ առնչություն ունին որ մեր երկրորդ բաժինը որ մարդուն հետ առնչություն ունին ավելի արագ ակնարկով պիտի տեսնենք քրիստոնեական անոր սկզբունքը կամ հիմնական օրենքները առաջին պատվիրանը գսե ես եմ Եհովան քո Աստվածը որ քեզ Եգիպտոսի երկրեն հանեցի ինձ մեզ հատ ուրիշ աստվածներ չունենաս առաջին պատվիրանը Աստված մարդուն կհիշեցնե որ ինք Եգիպտոսի քերութենեն ծառայության երկրեն դուրս հանեց մարդուն եւ գսե ինձ մեզ հատ ուրիշ աստվածներ պետք չէ ունենալ ինչու համար Աստված կհիշեցնե մարդուն Եգիպտոսի երկրի քերութենեն ազատագրումը որովհետեւ Աստված այս առաջին պատվիրանի մեջ ուզեց ցույց տալ իր սերը իր ժողովրդի հանդեպ քիչ առաջ ասենք սիրեք ու Աստվածը ամբողջ սրտովդ, ամբողջ մտքովդ, ամբողջ հոգիովդ եւ առաջին պատվիրանը սկսի սիրո ակնարկով Աստված կսիրե իր ժողովուրդը եւ ճուզել որ ծառայության կամ մեղքի քերության դակ մնալ այդ իսկ պատճառով Աստված կսե ես եմ որ քեզի ազատագրեցի մեղքի քերութենեն ինձ մեզ հատ ուրիշ աստվածներ չունենա եւ այս պատվիրանը իր մեջ ունի երկու հիմնական կետ առաջին Աստված եւ մարդ հարաբերություն Աստված ցույց կտա իր սերը մարդուն եւ երկրորդ մարդ Աստված հարաբերություն որ մարդը բարդավոր է այդ սիրո դիմաց երախնաբար դառնալ Աստծո ուրեմն այս պատվիրանին քրիստոնեական հիմքը հետեւյալն է որ գսե
մարդ չի գնա երկու դերերու ծառայել, որովհետև կամ մեկը պիտի ադե եւ մյուսը սիրե, եւ կամ յուրաքանչյուրը մեկը մյուսին ավելի պիտի սիրե։ Քրիստոս Մատթեոս ավետարանի մեջ կտեսնենք այս մասին գխոսի եւ գսե եթե դու քու դեր Աստվածը չես սիրել քո ամբողջ սրտով ամբողջ զորությամբ, կնշանակե թե քեզի համար ուրիշ Աստվածը, ուրիշ առաջնահերթությունը գոյություն ունի։ Եվ հետևաբար այստեղ նաեւ գխոսվի Աստծո հանդեպ ունեցած մարդուն այդ երախտագիտությունը եւ երախտաբարությունը Հովհաննես ավետարանիչը, ինչպես նաև գրած ընտանական առաջին նամակը, այս մասին գրել է եւ գսե մենք գսիրենք Աստված, որովհետեւ նախ ինքը մեզ սիրեց։ Իսկ բادرակի ընթերցումներուն կամ աղոթներուն մեջ եւ քահանան կբادرակե եւ ծածուկ աղոթներ գարդասանե, այդտեղ գսե քահանան Աստված նահաբետներուն, այսինքն մարգարեներուն, Աբրահամ նահաբետին ուզեց Աստված գոչվել, իսկ մեր բարակային հայր ոչվեցավ եւ ոչ թե Աստված։ Այս մեկը ցույց կտա Աստված եւ մարդ հարաբերության սեր գաբարտությունը եւ սերը։ Երկրորդ բادرանը գսե դու քեզի գուրք ճշինես, ոչ վերը երկինքի մեջ, ոչ վարը երկրի վրա կամ գսե ձողուն ճուրերուն տակ եղած որևէ մեկ բանի նմանությամբ գուրք ճշինես։ Այստեղ ինչ կհասկանանք, երբ ասենք գուրք ճշինել։ Գուրք բառը երբ լսենք առաջին անգամ մեր միտքը գուքա հետևյալը, արձանը կամ որևէ մեկ բան, որ կանգնած գլա է վերտանք դիմացի եւ գբաղությունները։ Ճիշտ է, Աստված այդ մասին եւս կակնարկե, եւ գտեսնենք Քերիցկի մեջ Մովսես մարգարի երբ գելե 10 բادرաները ստանալու, վերադարձին գտեսե ժողովուրդը ոսկի հորթ մշինածել եւ այդ ոսկի հորթը սկսած էր բաշխել։ Ուրեմն Աստված այստեղ ցույց կտա ժողովրդին գուզես սորվեցնել, որ մարդը նախանցախնդիր պետք է ըլլա Աստծո հանդեպ իր ունեցած հավատքին եւ սիրո մեջ։ Եվ Աստված այստեղ բառը գործածե, որ մեզ յուրաքանչյուրին գնա շփոթի կամ քայտագության պատճառը նա Աստված գիսե ես նախանցոտ Աստվածը։ Ինչ կնշանակի նախանցոտ Աստված ըլլալը։ Այսօրվան Սամոսը քիչ առաջ որ գարտացինք, մեջը գտեսնենք, որ գիսե քու դաջարիտ հանդեպ իմ ունեցած սերս կամ նախանցախնդությունս գրագի պես գայրեզիս։ Եվ այդ նախանցը Աստծո ոչ թե մարդ իրար մեջ ինչպես կնախանցի, Աստված այդպես մեզ կնախանցի, այդ չէ իմաստը։ Այլ նախանց բառը պետք է հասկանալ իբրև նախանցախնդություն, որովհետև Աստված նախանցախնդիր է մարդուն հանդեպ եւ ճուզել, որ ոչ մեկը գործվի իր զավակները։ Հետևաբար այս երկրորդ բادرանը Աստված վիսորվեցնե մարդուն գուրք չունենալ երկրի վրա, որովհետև Աստված նախանցախնդիր է։ Իսկ գուրք կնշանակե նաև ոչ միայն արձանը կամ պաշտամունքի առարգան, այլ նաև կյանքի մեջ այն բաները, որոնք մեզի համար երբեմն Աստծո ավելի առաջնահերթ են։ Օրինակի համար երբեմն ոմանց կով տրամը գուրք կլինի, որովհետև ինքը շաբաթի 7 օր գուզե աշխատել, որովհետև տրամ շահել եւ Աստծո ժամանակ չհատկացել։ Այս մարդուն համար նաև Աստված գիսե դու քեզի գուրք մի շինե եւ գիսե որ միայն Աստծո պետք է բաշխես եւ ամեն բան իր օրվան եւ իր կարեւորության ցկել։ Հիսուս այս բաժինը ուրեմն նոր գդագարանի մեջ ծևոմը գուքա այս բادرանը դարձյալ գտնելու եւ գտեսնենք սատանային թեմ գործվի անաբադի մեջ եւ սատանային գիսե որ քու դեր Աստվածը բաշխե եւ միայն անոր երկրպագություն։ Եվ այստեղ ուրեմն գուրքի հասկացողությունը կամ գաղափարը գուզե Քրիստոս դարձյալ շեշտել, որովհետեւ մարդիկ աշխարհիկ ցանկություններով, հաճույքներով եւ կամ ժամանակավոր նյութական առաջնահերթություններ չունենան։ Երրորդ բادرանը գսե դերոջը քո Աստծո անունը բարապ դեղ բերանը մի անգամ։ Եվ այստեղ եթե ուզենք գրապարը համեմատել, միտեսնենք որ բզդիկ փոփոխություններ կան նախատասության մեջ եւ ամբողջությամբ նույն իմաստը չի դար ինչպես աշխարհապար տակմանությունը։ Ուրեմն Աստծո անունը, որ Յահվեն է կամ Եհովան է, մարդուն գտելացվի բարապ դեղ իր բերանը չան է, Աստծո անունը չի գործածել, բայց այս բادرանը ավելի լավ հասկանալու համար դարձյալ Մատթեոսի ավետարանի մեջ գտեսնենք, որ Քրիստոս գսե սուտ երթում մի ինը,
ոչ երկնքի մեջ, որովհետև Աստուծո քահան է այդտեղ, ոչ երկրի վրա գսե, որովհետև այդտեղ Աստուծո ոտքին պատվանդանն է, եւ գսե նաեւ ոչ ալ ծեր գլխում վրա ետում եք, որովհետև գսե դուք ծեր գամբով եւ գամ ծեր ազատ գամեցողությամբ չեք գնա նույնիսկ ծեր մազերեն մեկն իսկ ջերմկցնել։ Հետևաբար Աստված այստեղ գուզե մարդուն քրիստոնյա մարդուն սովետցնել, որ երթում մի իներ ժամանակավոր բաներու համար, այլ բարձավես ծեր այոն այո թողնա եւ ոչը ոչ թողնա։ Եվ նախադասության շարունակությունը գսե անգե ավելի չարենք ուտա։ Այսինքն եթե մենք ուզենք այոյեն անտին կամ ոչեն անտին մտածել, խոսել կամ սկսենք երթում ընել, այդ մեկը գսե Քրիստոս չարենք ուտա, որովհետև կնշանակե մեր մտքի մեջ հետին նպատակներ կան եւ ուզենք այդ նպատակներով հասնել։ Չորրորդ պատվիրանը գսե Աստված հանգստության օրը միտք գտնել եւ շաբաթ օրը սուրբ պահել, որևէ գործ մի աշխատել։ Այստեղ հանգստություն բառը հանգստանալ չի նշանակե նստել ցերկի ձալել եւ միայն հանգիստ լինել։ Մեկը եթե ուզենք գարտալ ստեղծագործության դրվագը տեսնենք Աստված ինք եւս հանգստացավ 7-րդ օրը։ Ստեղծագործությունը կատարեց 6 օրվա մեջ, 7-րդ օրը հանգստացավ իր բոլոր կատարած գործերը։ Բայց Աստվածաշունչը չսեր, որ Աստված միայն հանգստացավ։ Այն հանգստության այդ օրը Աստված օրհնեց եւ սրբեց իր բոլոր ստեղծագործությունը։ Հետևաբար գսե Աստված գտելաթե այդ օրը գործ մի գործեք, ոչ դուն, ոչ ծեր դունի անդամները, ոչ քուծարաները, նաեւ գսե ոչ ալ քու անասունները։ Եվ այս մեկը Աստված ուզեց ցույց տալ մարդուն, որ ճիշտ է որ ֆիզիկական հանգիստի օր դրամատված է շաբաթը մեկ օր, բայց նաև քրիստոնեական գնոնքը գուկա մեզ սովեցնելու կամ պատվիրանը ամբողջացնելու հետևյալ պատկամով, որ այդ շաբաթ օրը մարդ պետք է շաբաթը կամ գիրագին 7-րդ օրը, հանգստության օրը, Աստուծո դրամատվի։ Աստուծո հետ հաղորդակցության մեջ լա, Աստուծո հետ գաբի մեջ լա, որովհետև Աստված այդ 7-րդ օրը իր ստեղծագործության դրամատվեց, օրհնեց այդ մեկը, սրբեց, նույնպես նաև մարդը, որ որքան ավելի Աստուծո գարիք ունի, Աստուծո պետք ունի, պետք է շաբթվան 7-րդ օրը սուրբ պատարագի ճամփով անշուշտ Աստուծո հետ միանա եւ Աստուծո հետ մտերմության մեջ լինի։ Այս առաջին 4 պատվիրանները ուղղված էին Աստուծո ուղղագիորեն։ Իսկ հաջորդ պատվիրանները 6 պատվիրանները ուղղված են ինչպես մարդ հարաբերության, այսինքն մենք Աստուծո հանդեպ բարդավորություններ ունենք, բայց նկատի ունենալով որ մարդը ընկերային էակ է, Գաբրիել շրջապատի մեջ երբեմն չենք ճանաչած իրար, երբեմն բարեկամներ կնանք, ասկարաններ կունենանք եւ այդ բոլորին հանդեպ Աստված օրենք ուտա մարդուն, որ մարդ գիտակցի, որ Աստծո հանդեպ այնպես ինչպես բարդավորություններ ունի, անցը նաև բարդավորություն ունի իր շրջանագին, իր ընկերության հանդեպ եւ նաև իր անձին հանդեպ։ Եվ իսե առաջին պատվիրանը, այս 5-րդ պատվիրանը, բադվեք ու հայրդ ու մայրդ, եւ շարունակությունը իսե որպեսզի քու օրերդ երկար լինեն այն երկրի մեջ, որ Աստված քեզի տված է կամ հանձնած է։ Այստեղ Աստված ընտանիք հարգելու եւ ընտանեկան սրբության մասին գխոսի։ Գիտեք, ընտանեկան սրբության մասին գխոսվի նաեւ ծննդոցի մեջ, երբ Աստված գսե աջեցեք, բազմացեք եւ երկիրը լեցուցեք։ Այս մեկը ցույց կտա Աստված 7-րդ օրը օրհնեց ստեղծագործությունը եւ ըսավ աջեցեք, բազմեցեք օրհնեց, որպես այդ ընտանեկան գաղափարը եւ սրբությունը աշխարհի վրա սկսի եւ շարունակվի։ Եվ այս իմաստով Պողոս առաքյալ Եփեսացիներու ուղված նամակի մեջ գսե ծեր ծնողներուն հանդեպ ունեցած հարգանքը կամ պատվիրանը առաջին եւ մեծագույն պատվիրանն է։ Եվ նաեւ առաքյալը երկրորդ բաժին մնալ գավեցել է այս պատվիրանին եւ գսե նաեւ ծնողներ այստեղ իրենք բարդավոր են իրենց զավակները դասերակել քրիստոնեական սկզբունքներով։ Հետևաբար այստեղ բադվեք ու հայրդ ու մայրդ երկու ուղղությամբ պատվիրան է, որ թե ինչպես ասենք Աստված եւ մարդ հարաբերություն կա, նույնպես նաեւ զավակ եւ ծնող հարաբերություն կա։ Եվ այստեղ պատվիրանը ուքա մեզի սովեցնելու, որ մարդ բարդավոր է հարգել իր ծնողը եւ
որևէ մեկ ժամանակի կյանքի ընթացքին մարդը կամ անհատը կամ զավակը պետք է իր նողքը երեսի վրա ցկի։ Հաջորդ պատվիրանը գսե մի սպաննել։ Գիտեք, սպանությունը ինչ կնշանակի, ասենք սպանեց, կնշանակի կյանքը խլեց։ Եվ եթե ուզենք ասի շատ արագ կերպով անցնել, կյանք գարնե միայն Աստված։ Աստված է որ կյանք ուտա, Աստված է որ կյանքը գարնե։ Եվ երևաբար մի սպաննել պատվիրանը կգացեմ առաջին օրեն դրված է մարդուն, որովհետեւ մարդուն սովորեցնել թե այդ կյանքի պատասխանատուն մնացել Աստված ինքը եւ մարդ իրավունք ունի որևէ մեկ անձի կյանքը խլել։ Եվ նաեւ Քրիստոս նոր գդագարանի մեջ այստեղ գբացատրե այս պատվիրանին համար եւ գսե ամբողջ առանց պատճառի իր եղբորտեմ գմերալ չէ, թադարամ իր կանչում։ Ոչ թե իր եղբորը կսպանի, այսինքն եղբայր բարը որ գործածվի, ցույց կդրվի մեր անմիջական հարազատները ոչ թե բազմապես միայն եղբայր կամ քույրը, այլ բոլոր անոնք, որոնք իրար հետ կապին իրար գճանչնան, Քրիստոսով եղբայր եղած են եւ քույր եղած են, Աստված գսե պետք չէ նաեւ մենք անոնց դեմ որևէ մեղք գործենք կամ նեղացնենք այդ անձերը։ Եվ գսե Աստված եթե զոհ պիտի մատուցանես Աստուծո, նախ գնա ընկերոջը հետ հաշտվե, եղբորդ հետ եւ ապա երկու զոհ մատուցանե, որովհետեւ այդ զոհը ընդունելի է։ Այս մեկը ցույց կտա, եթե մենք 3-4 օր առաջ շաբթվա ընթացքին իրար մեն նեղացած ենք, փամփասած ենք իրարու, գիրակի բադակի եկած գաղութենք, Աստված չի լսել այդ աղոթքը, պետք է նախ երթան հաշտվին այդ անձին հետ, որ մեր հետ կանք եւ մեր աղոթքը կատարենք Աստուծո։ 7-րդ պատվիրանը գսե միշնա։ Այս մեկը ամուսնության հետ կապ ունի, ամուսնության սրբության հետ կապ ունի, որ Աստված նոր գդագարանի մեջ եւս հաջող այս մասին կխոսի եւ գսե մի ցանկար կամ վերջին պատվիրանը, որ շատ նման է այս պատվիրանին, ուրիշին ունեցածին մի ցանկար։ Այս մեկը Աստված ուզե սովորեցնել մարդ պետք է ապրի մաքուր սրտով, մաքուր մարմնով եւ մաքուր միտքով, որովհետեւ ունենա մաքուր եւ ազնիվ հոգի։ Հետևաբար Աստված այստեղ գսե այդ սրբության խաղապարը, սրբությունը բահել, պահպանել ընտանիքի մեջ եւ նաեւ ոչ միայն ընտանիքի մեջ, այլ նաեւ անձը ինքն իր մեջ այդ սրբությունը եւ խրեջի հանգստությունը պետք է ունենա։ 8-րդ պատվիրանը գսե մի կողնը։ Կողությունը մինչև այսօր կգալցեմ, որ եթե մեզ մեր որևէ մեկ բան փոխծվի, բոլորս ալգընտրվենք, կներանանք, գուզենք հետապնդել ով է կողը, ինչու կհետապնդենք, որովհետեւ կնահատենք, որովհետեւ բաժենք եւ կամ որովհետեւ թիմած այդ փոխծված արարգային փոխարեն խնդրենք որևէ մեկ բան։ Հետևաբար կողությունը Աստված առաջին օրեն մարդուն հաստիարակած է եւ ասած է կողությունը սխալ է, պետք չէ կողնալ եւ այս իմաստով Բողոս Արաքյալ գխրադ է, իսկ կողը այլևս թող չի կողնա, իսկ թողետա եւ աշխատի, որովհետեւ այդ աշխատանքով իր արդար վաստակը ստանա եւ գալենա իր կյանքը ապրիլ, փոխանակ երթա եւ կողությամբ իր կյանքը ապրի։ Քրիստոնեական օրենքը այս մեկը կամեզի սովորեցնելու, որ մի կողնալ պատվիրանին հետին գա աշխատասիրության առաքելությունը։ Մարդ պետք է աշխատասերը լավ, որովհետև ձույլ մարդուն միտքը գսեն սատանային գրասենյակն է։ Այսինքն այդ մարդը, որ աշխատանքի չէ դզված եւ աշխատանքը չունի կատարելի, այդ մարդուն միտքը գտանա գրասենյակը օֆիսը սատանային եւ այդ մարդուն միտքեն ամեն բան կանցնի։ Հետևաբար մի կողնարը առնչություն ունի աշխատանքի եւ գործի ազնվության, գործի մաքրության հետ։ Մարդ որքան մաքուր գործ աշխատի, գնալա 15 տարի աշխատի չի հադստանա, բայց այդ գործը Աստծո աչքին արդար եւ մաքուր կնա։ Իսկ 9-րդ պատվիրանը գսե սուտ վկայություն մի ներկու եղբորը դեմ։ Գտեսեք թե այս պատվիրանները Արավելը իրարու հետ ավելի մոդ են ընկերության հետ կապ ունի, ընտանիքի հետ կապ ունի, սրբության հետ, եղբայրության հետ կապ ունի, եւ գսե Քրիստոս, որ չկա ծածուկ բան, որ պիտի չհայտնվի։ Սուտ խոսելու մասին այստեղ, որ Աստված շեշտը գտնե, որովհետեւ
սդախոսությունը գիտեք հայերեցվող 7 մահացու մեղքերն է, որ մարդը մահվան գալաչորդ է։ Եվ չարին գործն է սդախոսություն սորվեցնելը մարդուն, որովհետեւ մարդ ժամանակավոր գերբով գարենա ինքը իր գադարած սխալներու մեջ են դուրս գալ, բայց գսեն սուդին ոճը ինչ կլա, գաչ կլա։ Չէ, ուրեմն սդախոսությունը Աստծո թեմ, մարդ իր անձին թեմ, իր շրջանագին թեմ մեծ մեղք եւ մահացու մեղք է։ Եվ գսե քրիստոնեական սկզբունքը, որ քրիստոնյան ոչված է ճշմարիտ կյանք ապրելու այս կյանքի վրա, որովհետև Քրիստոսը միակ ճշմարիտը, որ եկավ ճշմարտությունը կարոզեց, բայց անոնք, որոնք ճշմարտությունը չհավատացին, խաչ բարձրացուցան։ Այսինքն գնանք ձևով մի եզրակացնել, նույնացնել այդ մարդիկը, որոնք սուտ կխոսին, եւ այն մարդիկը, որոնք Քրիստոսը խաչ բարձրացուցան։ Որովհետև եթե մենք սուտ կխոսենք, կնշանակի ճշմարտության չենք հավատալ։ Եվ եթե ճշմարտության չենք հավատալ, կնշանակի կպատկանենք այդ խումբին, որ Քրիստոսը խաչ բարձրացուցան։ Իսկ վերջին պատվիրանը 10-րդը գսե մի ցանկը ուրիշին ունեցածին, տրացին ունեցածին եւ կամ որևէ մեկ բանի մի ցանկը, այլ գսե շնորհակալ եղեք Քրիստոս եւ բավարարվեցեք բոլոր այն ունեցվածքով, որ Աստված ձեզի հանձնած է, որովհետեւ Աստված գիտե մեր գարիքները, մեր պետքերը, հաջող այս նախադասությունը գտնենք ժամերության աղոթներու մեջ, բادرակի ընթացքին, որ Աստված գուտա մեզի այնքան, որքան որ մենք պետք ունենք։ Այս մեկը նաև գտեսնենք Անաբադի մեջ Իսրայելի ժողովրդին, երբ անօթեցան Աստված երկինքեն իրենց մանանա տվավ, հաց տվավ, եւ ըսավ հավաքեցեք այնքան, որքան որ դուք կգշտանաք, ավելորդ հավաքել արգելված է։ Այսինքն պետք չէ ուրիշին ունեցածը ցանկալ, ասել որ չէ ես ասի 10 օր գտեմ, 50 հատ հավաքեմ, ուրիշը 5 հատ ունենա եւ ուրիշին հաշիվ չունեմ։ Այս մեկը ցույց կտա Աստված բոլորիս ճիշտ ժամանակին պետք է հատ չափով եւ բավարարությամբ գուտա այն ինչ որ մենք կփապակենք։ Եվ եբրայեցիներու նամակի մեջ Պողոս Արաքյալ գսե այս մասին, գոհացեք ձեր ունեցածով, որովհետև Աստված գսե բնավ երեսի վրա պիտի չցկեմ եւ պիտի չնկեմ քեզ։ Հետևաբար 10 պատվիրանները իբրև քրիստոնեական սկզբունքներ շատ կարևոր սեր առնչություն ունի այսօրվան ժամանակներու հետ, մարդուն հետ, որ գաբրի այս աշխարհի վրա, որովհետև երբեմն գշվարինք եւ գսենք ելից գիրքի մեջ կամ իրականալի գիրքի մեջ գրվածները պատմություն են կամ հին օրենք են, մենք միայն Քրիստոսի գերել ենք գսենք, բայց չենք անդրադառնալ երբեմն, որ Քրիստոս եկած է այդ օրենքները ամբողջացնելու եւ կամ երբեմն դարբեր ձևերով բացատրելու։ Հետևաբար այսօրվան խորհրդածությունը կուզեմ ավարտել նույն համարով, որ սկիզբը արտասանեցի, սիրեցեք ձեր Աստվածը ամբողջ սրտով, ամբողջ հոգիով եւ ամբողջ մտքով եւ սիրեցեք ձեր ընկերը, ձեր անձը, ձեր նմանը, ձեր ածիմես, որովհետեւ եթե այս երկու պատվիրանները Քրիստոսի խոսքին համաձայն կատարենք, ոչ ոք կգործեն որ դժվարության, նեղության եւ կամ հարցերու դիմաց կգտնվի։ Աստված օրհնեց ձեր բոլորը, բոլորիդ ուխտը եւ աղոթները ընդունելի։